Մենք տեսնում ենք, որ աշխարհը շարունակում է խրվել անօրենության ճահիճի մեջ։ Մենք տեսնում ենք, որ ամենուրեք անաստվածություն է տիրում։ Մարդն իրեն աստված է զգում և խաղում է մյուս մարդկանց կյանքերի հետ։ Այս ամենի մեջ քրիստոնյաները իհարկե պիտի հառաչանքով դիմեն Աստծուն և խնդրեն, որպեսզի Աստված խափանի մարդկային ցեղի թշնամու ծրագրերը։ Ամենուրեք մահն է իշխում, ամենուրեք պղծություններ են, ամենուրեք անօրենություն է, ամենուրեք ուղղափառ քրիստոնեության դեմ գաղտնի կամ բացահայտ ձևով պատերազմ է մղվում։ Մենք քրիստոնյաներս պիտի ամեն օր Աստծուն աղոթենք և խնդրենք, որպեսզի Աստված իր հզոր աջով պաշտպանի հասարակ մարդկանց, ովքեր անզգամ անաստվածների համար դարձել են ապրանքի նման մի բան։ Ինչպես Սաղմոսում է գրված, թե անզգամն ասաց իր սրտում, Աստված չկա, ապա կանգնեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ, բարություն անող ոչ ոք չմնաց։ Ցավոք սրտի, այսպիսի անզգամները շատ են։ Մարդիկ կամաց կորցնում են իրենց հավատը։ Մարդիկ կամաց սկսում են հնազանդվել աշխարհին և շարժվել աշխարհի կանոններով։ Ամեն մարդ չարիք է գործում երկրի վրա և բոլորս էլ մեր մեղքի չափաբաժինն ունենք այս ամենի մեջ։ Բայց մենք քրիստոնյաներս պիտի գիշեր-ցերեկ ապաշխարենք ու խնդրենք Աստծուն, որպեսզի խափանի սատանայի արբանյակների ծրագրերը։ Որովհետև եթե մենք քրիստոնյաներս հոգոց չհանենք, եթե մենք քրիստոնյաներս համակերպված այսպես ապրենք, որ հենց այսպես էլ պիտի լինի և մեր Տեր Աստծուն չխնդրենք, որպեսզի մեզ օգնի և դրա հետ մեկտեղ չապաշխարենք մեր մեղքերի համար, ուրեմն էլ ուր մնաց մեր քրիստոնեությունը։ Ինձ թվում է, թե Աստված թույլ է տալիս այս ամենը տեղի ունենա, որովհետև երկրի վրա պակասել են արդարները, ապաշխարողներն ու աղոթողները։ Մեր հայրերի օրոք պատերազմները վերջանում էին մեկ աղոթքով։ Մեր հայրերի օրոք հիվանդությունները նահանջում էին աղոթքով և պահեցողությամբ։ Մեր հայրերի օրոք երևում էր, որ մարդկանց մեջ սրբություն ու պարզություն կա։ Իսկ մեր ժամանակներում այդ ամենը կորել է։ Աշխարհը քանդվում է մեր աչքի առաջ, որովհետև մարդիկ Արարչին մոռացության են մատնել։ Սաղմոսում գրված է. բոլորը միասին խոտորվեցին և անպիտան դարձան։ Բարիք գործող չկա, ոչ իսկ մեկ հոգի։ Միթե չեն իմանում անօրենություն գործողները, որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես և չեն աղոթում Աստծուն։ Այնտեղ պիտի երկյուղի մատնվեն, որտեղ վախ չկա, որովհետև Աստված պիտի ցրի մարդահաճոների ոսկորները։ Պիտի ամաչեն և մատնվեն ամոթի, որովհետև Աստված անարգեց նրանց։ Սիրելիներ, մենք պիտի գիշեր-ցերեկ ապաշխարենք։ Մենք պիտի ամեն օր Աստծո ողորմությունը խնդրենք։ Մենք պիտի աղերսենք Աստծուն, որպեսզի իր աջով պահպանի իրեն հուսացողներին և անկեղծ սրտով ապաշխարենք։ Վերջ։ Խաղերն ու պարերը ավարտված են։ Հիմա պարզ երևում է, որ եկեղեցիների բակերում թռվռալն ու ջրոցի խաղալը ոչ մի օգուտ չտվեց, այլ կարելի ասել անգամ վնասեց։ Հիմա հստակ երևում է, որ եկեղեցիների բակերում ոչ թե պիտի ազգային երգերի տակ թռվռայինք, այլ գիշեր ու զօր աղոթեինք։ Պարերն ու երգերը չեն փրկելու որևէ մեկին և փուչ է ամեն բան աշխարհիս երեսին։ Սրբերին բարեխոս և օրինակ դարձնելու փոխարեն սկսեցինք ապրել անսուրբ կյանքով։ Մոռացության մատնեցինք նրանց սխրանքներն ու աստվածահաճո կյանքը։ Միայն ապաշխարությունն ու աղոթքն է մնացել։ Միայն Աստված կարող է այս ամենին վերջ տալ։ Ոչ ոք չի կարող փրկվել ազգային խաղերով ու պարերով, անհոգությամբ և զվարճանքներով, որոնք հոգևորից ավելի կարևոր են դարձել շատ հավատացյալների համար։ Դեռ վաղուց էինք այս ամենի մասին խոսում, բայց ցավոք սրտի լսող չեղավ։ Բանն այն է, որ մարդիկ շարունակում են երգել, պարել, զվարճանալ և ճոռոմ խոսել։ Բանն այն է, որ մարդիկ
չեն խրատվում եւ չեն հասկանում, որ Աստված կարող է փոշիացնել բոլորիս մեկ վայրկյանում։ Բանն այն է, որ մարդն իր ոչնչությունը չի ուզում տեսնել եւ խաղեր է խաղում տիեզերքի արարչի հետ։ Երկար ժամանակ մարդիկ փորձեցին Աստծուն եւ ահա հասել ենք 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին։ Խաղաղությունը վերցրվեց երկրից, բայց մարդիկ շարունակում են անօրենության մեջ ապրել։ Մարդիկ չեն հասկանում հոգևոր կյանքը ինչ է եւ ինչպես են ընդհանրապես հոգևոր կյանք վարում։ Մարդիկ մտածում են, որ գեղեցիկ նկարահանված ռիլսեր նայելով, սրտիկներ դնելով եւ ամեն գրելով հոգևոր կյանք են վարում, որը ընդհանրապես կապ չունի հոգևոր կյանքի հետ։ Այդ նույն ռիլսերը վայրկյանի ընթացքում մոռացվում են եւ ոչ մի հետք չեն թողնում այն լսողների մեջ, ովքեր ընդամենը սրտիկում են, ովքեր ընդամենը ամեն են գրում եւ շարունակում են ապրել նույն կյանքով։ Չնայած որ այդ նույն ռիլսերի մեջ բազում անպիտան եւ ոչ հոգևոր նյութեր կան։ Ուղղափառ հավատքի մեջ հաստատվելու փոխարեն մենք կամաց գնում ենք դեպի բողոքականություն եւ արդեն կանայք են եկեղեցիներում քարոզում եւ ուսուցանում։ Ցավոք սրտի նման օրինակներ արդեն ունենք։ Աշխարհում ամեն բան խախտվել է եւ ծռվել։ Հասել ենք նրան, որ ձեռնադրված հոգևորականների փոխարեն տեղ-տեղ աղջիկներն են քարոզանում, խրատում, ուսուցանում, որը արդեն իսկ նշան է, որ հոգևոր անկման մեջ ենք։ Ոմանց թվում է, թե դա ինչ-որ նորաձևություն է, դա ինչ-որ առաջընթաց է եկեղեցական կյանքում, բայց ցավոք սրտի ընդհակառակը։ Եթե արդեն աղջիկներն են ուսուցանում, եթե արդեն աղջիկներն են քարոզում, որը դեմ է թե Սուրբ գրքին, թե կանոններին, դա նշանակում է, որ մենք հոգևոր անկման մեջ ենք։ Բողոքական դրսևորումները մեր մեջ շատ են։ Ցավոք սրտի մարդիկ նախընտրում են լսել բողոքական պաստորներին։ Մեր շատ հայրենակիցներ շատ սիրով լսում են բողոքական կին քարոզիչների։ Եվ շատերի համար արդեն սովորական մի բան է, որ կինը կարող է Աստծո խոսքը քարոզել, կինը կարող է ուսուցանել եւ այլ շատ բաներ անել։ Եվրոպական երկրներում դեռ շատ վաղուց կանայք կարող են հոգևոր աստիճան ստանալ, չնայած որ նրանք ոչ մի հոգևոր աստիճան էլ չունեն եւ չնայած որ ընդհանրապես բողոքականները եկեղեցի չեն, բայց միևնույն է, նրանց համար դա սովորական բան է։ Այդ ամենը գալիս է նաեւ մեզ մոտ։ Մեր շատ հայրենակիցներ հիվանդ են դրանով, դրա համար դառնում են բողոքական, դրա համար հերձվածի մի մաս են դառնում, դրա համար ուրանում են եկեղեցի։ Աշխարհով մեկ զեղչվում է ուղղափառությունը։ Հարկավոր է սթափվել ու վերջ տալ այս ամենին։ Հարկավոր է Աստծո պատվիրաններով ապրել։ Հարկավոր է ուղղափառության ամեն ինչին հետևել եւ ոչ թե մոդեռնիստական շարժումներին ծառադառնալով աշխարհին եւ նմանվելով աղանդավորներին։ Հնազանդվելու փոխարեն բոլորս հիվանդ ենք իշխանատենչությամբ եւ ինքնակամությամբ։ Աշխարհը կործանվում է, սակայն մարդիկ շարունակում են կառուցել բաբելոնյան աշտարակը։ Կամ խելքի կգանք եւ առ Աստված կդառնանք, կամ էլ առանց Աստծո կկործանվենք ու մեր հիշատակը հավիտյանս կկորչի։ Ժամանակը քիչ է։ Ոմանք բողոքում են եւ նեղանում, որ մեր հավատացյալներից շատերը հույների եւ ռուսների նկարահանած հոգևոր հաղորդաշարերն են նայում կամ նրանց սրբերի մասին նկարահանված ֆիլմերը։ Իսկ ուր են մեր սրբերի մասին նկարահանված ֆիլմերը։ Ուր են այդ պատմությունները։ Պարզ է, որ եթե մենք մերը չենք մատուցում եւ ներկայացնում, այլ դրա փոխարեն այսօրվա աստղերին ենք հարցնում հոգևոր կյանքի մասին, թե ինչ է հոգևոր կյանքը եւ կամաց մոռացության ենք մատնում մեր սրբերի կյանքը, ուրեմն մարդիկ կձգտեն այլ եկեղեցիների հաղորդաշարերը նայել, որովհետեւ նրանք ովքեր իրական հոգևոր կյանքին են ձգտում, երբեք ինչ որ աստղերի կարծիքները նրանց համար հետաքրքիր չպիտի լինի։ Ինչ որ հարահայտ մեկի հայացքն ու կարծիքը նրա համար կարևորություն չպիտի լինի։
այլ պիտի փնտրի սրբություն, պիտի փնտրի այդ սուրբ կյանքը, պիտի ցանկանա մոտենալ եւ հասկանալ, թե ինչ բան է վանական կյանքը, թե մարդիկ ընդհանրապես ինչպես են վանքերում ապրել, ինչ սխրանքներ են գործել, ինչպես են աղոթել, ինչպես են ապրել եւ այլն եւ այլն։ Հայրերի կյանքով պիտի հետաքրքրվի, սրբերի սխրանքներով պիտի հետաքրքրվի, նորից եմ ասում։ Եվ եթե չգտնի այդ ամենը մեզ մոտ, պիտի ուրիշ տեղ ման գա, որովհետև այն քաղցը, այն հոգևոր քաղցը, որը մարդը զգում է եւ իրական սրբության է ձգտում, երբեք որևէ մեկը չի կարող այդ քաղցը հագեցնել ոչ հոգևոր սննդով։ Հոգևոր սնունդ է հարկավոր, որը կարող ենք ստանալ միայն Աստծուց եւ նրա սրբերից, որովհետեւ Աստծո կամքն այդպես եղավ, որովհետեւ Աստծո կամքն է, որ մենք սովորենք իր սրբերից, որովհետեւ հոգևոր կյանքին մեզ կարող է մոտեցնել միայն հոգևոր մարդը, իսկ հոգևոր մարդիկ դրանք սրբերն են, հոգևոր կյանքով ապրող մարդիկ սրբերն են, եւ մենք միայն ու միայն նրանց օրինակով, նրանց խրատներով, նրանց կյանքի ճանապարհով կարող ենք հասկանալ, ճանաչել, թե ինչ բան է հոգևոր կյանքը։ Եվ սա ոչ թե ասում եմ, որ մենք կարող ենք նույն սխրանքները կրկնել, նույն նրանց ճանապարհ անցնել, իհարկե ոչ, մենք այնքան թույլ ու տկար ենք, որ դրա մասին խոսելն անգամ իզուր է հիմա, բայց գոնե գծկտենք, գոնե կփորձենք, կընկնենք, նորից ոտքի կկանգնենք։ Նրանց կյանքը մեր առջև օրինակ ունենալով չենք հուսահատվի։ Նրանց սերն առ Աստված տեսնելով կողքեվորվենք եւ կուզենանք մենք էլ Աստծուն մոտենալ։ Եվ ոչ թե աշխարհիկ մարդկանց պատկերացումներով Աստծուն կճանաչենք եւ ոչ շնորհ կունենանք, ոչ հոգևոր կյանք կունենանք, ոչ էլ հավատի մեջ առաջ կգնանք։ Որովհետեւ որպեսզի Աստված այդ ամենի շնորհը մեզ տա, հարկավոր է ճիշտ ուղու վրա լինել։ Իսկ ճիշտ ուղին մեզ ցույց են տվել մեր սրբերը։ Իսկ աշխարհն այսօր զրկվում է ամեն ինչից։ Աշխարհն այսօր քանդվում է հենց նրա պատճառով, որ Աստծո պատվիրանները արհամարվեցին։